Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Ֆրանսիան ցանկանում է ատոմակայան կառուցել Հայաստանում։ Հայաստանի մի քանի երկրներից առաջարկներ է ստացել մոդուլային ատոմակայանի կառուցման վերաբերյալ, սակայն ինչպես հաղորդում են հայկական ռեսուրսները, Ֆրանսիան մտել է խաղի մեջ առանց կանոնների։ Հաղորդվում է, որ Ելիսեյան պալատը ծրագիր է մշակել, որի համաձայն ֆրանսիական ընկերությունը ոչ միայն կկառուցի կայանը, այլ երկար տարիներ կմնա դրա օպերատորը։ Հայկական կողմին համոզելու համար գործի են դրվել ծանր փաստարկներ։ ԶԼՄ-ները գրում են, թե Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր վարչությունը 350,000 եվրո է փոխանցել տարածքային կառուցվածքների եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին։ Հենց այս պաշտոնյան պետք է հայտարարի մրցույթի հաղթողի անունը մինչև 2027 թվականի սկիզբը։ Մենք 2025 թվականի ընթացքում ընտրել ենք, թե ինչ տիպի ատոմակայան ենք ցանկանում ունենալ Հայաստանում։ Դա մոդուլյար տիպի ատոմակայան է, իսկ թե ինչ տեսակի եւ ինչ մոդելի ատոմակայան ենք ուզում, մենք այդ հարցում չենք շտապում, ուսումնասիրում ենք ունեցած առաջարկները, այդ թվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ավելի վաղ հայտարարել էր նախարար Խուդատյանը։ Հիշեցնենք, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ընդունել էր ֆրանսիական Ֆրամատոմ ընկերության պատվիրակությանը։ Նա նշել էր. «Մենք ուսումնասիրում ենք բոլոր առաջարկները, որոնք մենք ստացել ենք Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Կորեայից, Չինաստանից, Ֆրանսիայից։ Որոշում կկայացնենք բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով»։ Նշենք, Ֆրամատոմ ֆրանսիական ընկերությունը զբաղվում է ատոմային էլեկտրակայանների համար սարքավորումների մշակմամբ եւ արտադրությամբ։ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցում Միացյալ Նահանգների համագործակցության մասին հայտարարությունը հավանաբար կապված է հանրապետության իշխանությունների մոդուլային ատոմային տեխնոլոգիաների հնարավորությունները համակողմանի գնահատելու եւ երկրի էներգետիկ անվտանգություն ապահովելու ցանկության հետ։ Ավելի վաղ ենթադրել էին հայ փորձագետները։ Ռուսաստանի Դաշնության մեդիադաշտն էլ գրում է. «Առաջիկա 2 տարիներին Հայաստանի իշխանությունները պետք է կողմնորոշվեն, թե ով է իրենց համար նոր ատոմակայան կառուցելու։ Ռուսաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները գլխավոր հավակնորդներն են։ Նշում են, թե փոքր հզորության ատոմակայանների իրապես աշխատող տեխնոլոգիաներ ունեցող միակ երկիրը Ռուսաստանն է։ Ռուս փորձագետները համոզված են, հայկական ատոմային էներգետիկայում Ռուսաստանին փոխարինել ամերիկացիները դեռ պատրաստ չեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ի վիճակի կլինի միջուկային տեխնոլոգիաներ եւ նախագծեր արտահանել միայն 10-ից 15 տարի հետո եւ միայն այն պայմանով, որ այժմ նա ակտիվորեն զբաղվի ներքին ատոմային արդյունաբերությամբ, վերականգնելով իրավասությունները նախագծման, նյութագիտության, շինարարության, կրթության եւ շատ այլ ոլորտներում։ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանման հրամանատար գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է Ռուսաստանի հերոս կոչմամբ։ Ռուսաստանի թշնամին չպետք է կասկածի տակ դնի ռուսական զենքի ուժն ու ռուս զինվորի ոգու ուժը։ Պարգևատրվելուց հետո հայտարարել է Ռուսաստանի հերոս գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը։ Ես որպես գնդի հրամանատար արժանացել եմ Ռուսաստանի հերոսի բարձր կոչման։ Թող թշնամին չկասկածի ռուսական զենքի ուժին եւ ռուս զինվորի ուժին։ Հաղթանակը մերն է լինելու, ասել է նա։ Իր հերթին Օլեգ Դվորյանչիկովը պարգևատրումից հետո շնորհակալություն է հայտնել իր ստորաբաժանմանը, հայտարարելով, որ այդ պարգևն իրենցն է։ Համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է հարուցվել։ Այս անգամ 55-ամյա մի կին է հայտնվել իրավապահների թիրախում։ Փաստաբանը նշել է, որ կինը ախուրյանցի է եւ ընդդիմադիր մեր ձևով շարժման համակիր։ Հաղորդում է Ազատությունը։ Կնոջը չմեղադրանքի առաջ է դրվել։ Դատանը մեկամսյա կալանք է սահմանել։ Հրապարակային բռնության կոչեր իրականացնելը եւ նաեւ խուլիգանություն, որը կատարվել է համացանցի գործադրմամբ։ Այս գործով են մեղադրում կնոջը։ Ընդ որում փաստաբանը պնդում է, որ ոչ թե հրապարակային գրառում է արվել համացանցում, այլ մասնավոր նամակագրություն է սկրինշոտ արվել եւ համացանցում տարածվել։ Թե ով է նամակագրությունը տարածել համացանցում, փաստաբանը դժվարանում է ասել, բացառում է, թե դա իր պաշտպանյալն է արել։ Պնդում է նաև, որ դեռ ապացուցված չէ, որ իր վստահորդն է ուղարկել այդ նամակը, բայց նա արդեն կալանքի տակ է։ Եվ քննչական կոմիտեն եւ դատախազությունը հրաժարվել են այս դեպքի մասին տեղեկություն տրամադրել, հորդորելով գրավոր հարցում ուղարկել։ Թե վարչապետի ու նրա ընտանիքի հասցեն ինչ բռնության կոչ է պարունակել նամակը, փաստաբանը չի բացահայտում, պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։ Ամեն դեպքում տարակուսած է, թե միջին ծանրության հանցանքի համար ինչու ընտրվեց ամենածանր խափանման միջոցը՝ բանտային կալանքը։ 72 ժամը լրանալուց հետո կնոջը մեղադրանք չի առաջադրվել եւ ազատ են արձակել, բայց շենքից դեռ դուրս չեկած կրկին ձերբակալել են, այս անգամ արդեն մեղադրանք առաջադրելով։ Վերջին տարիների
Տարիներին սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի կամ այլ իշխանավորների հասցեին համացանցում արված սպառնալից գրառման համար քրեական վարույթ է հարուցվում։ Իրանն այժմ տեքստ է պատրաստում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հնարավոր գործարքի վերաբերյալ։ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում, Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, ամերիկյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆը։ Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական եւ լուրջ։ Նրա խոսքով կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքները, որոնց հիման վրա նրանք աշխատեն գործարքի վրա։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հաջորդ բանակցությունները կանցկացվեն փետրվարի 26-ին Ժնևում։ Նշենք նաեւ, որ Իրանը ցուցադրել է իր ռազմական ներուժը Հորմուզի նեղուցում։ Իրանական հականավային հրթիռներն են ցուցադրվել, որոնք տեղակայված են Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Քեժմ կղզում, օգտագործվում են Պարսից եւ Օմանի ծոցերում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը սպառնալու եւ զսպելու համար։ Ինչպես նաեւ երկար հեռահարության թեւավոր հրթիռներն են հրապարակվել, որոնք Թեհրանին հնարավորություն են տալիս հարձակվել նավերի վրա եւ արգելափակել նավարկությունը այս կենսական նավթային միջանցքում՝ ի պատասխան ԱՄՆ-ի հնարավոր գործողություններին։ Իրանից հայտարարում են, միանշանակ հաստատում են, որ չունեն եւ չեն ունեցել եւ երբեք չեն ունենա միջուկային զենք։ Միջուկային զենքն անհամատեղելի է բոլոր ժողովրդների անվտանգության եւ արժանապատվության հետ։ Իրանը հետևողականորեն կոչ է անում 1974 թվականից ի վեր Մերձավոր Արևելքում ստեղծել միջուկային զենքից ազատ գոտի։ Իսրայելի ռեժիմի տրամադրության տակ զանգվածային ոչնչացման զենքի շարունակական գոյությունը շարունակում է լուրջ մտահոգության աղբյուր մնալ։ Ինտերը դիտարկում է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը եւս 1 տարով երկարաձգելու տարբերակը։ Նոր համաձայնագիրը սակայն ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում եւ ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն։ Թեև ընթացիկ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի համար լավագույններից չէր, նա շարունակում է վճռորոշ ազդեցություն ունենալ խաղադաշտում։ Դրա վառ ապացույցը Ասերիայի շրջանակում Լեչեի դեմ կայացած արտագնա հանդիպումներ։ Դուրս գալով փոխարինման Մխիթարյանը փոխեց խաղի ընթացքը Տուգանային հրապարակում խառնաշփոթից հետո կատարած հուժկու հարվածով հաղթանակ պարգևելով Միլանյան ակումբին։ Սա նրա երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում, որն օգնեց Ինտերին տոնել 7-րդ անընդմեջ հաղթանակը Ասերիայում եւ 9-րդը արտագնա խաղերում։ Հենրիխը կարող էր նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ, եթե Ֆեդերիկո Դի Մարկոն անվրեպ իրացներ ստեղծված պահը։ Միլանյան ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ հունվարին իր 37-ամյակը բոլորած կիսապաշտպանին խելամտորեն օգտագործելու եւ ֆիզիկապես չծանրաբեռնելու դեպքում նա կարող է դեռ մեծ օգուտ տալ թիմին։ Նոր պայմանագրով նախատեսվում է Մխիթարյանին վերապահել ավելի շատ ռոտացիոն, բայց չափազանց կարևոր խաղացողի դեր։ Ակումբում գնահատում են նրա փորձը, որը դրական է անդրադառնում թիմի վրա, թե խաղադաշտում, թե հանդերձարանում։ Ես շատ երջանիկ եմ իմ եւ իմ թիմի համար, սա չափազանց կարևոր հաղթանակ էր։ Լեչեի հետ խաղալը հեշտ չէ, կազմակերպված թիմ, որը քիչ ազատ գոտիներ է թողնում։ Գոլ խփելու պահին ես վերջին պահին որոշեցի գնալ Տուգանային հրապարակ, թեև այնտեղ պետք է գնար Բաստոնին, եւ արդյունքում գոլ խփեցի։ Մենք միշտ պետք է միասնական լինենք, մենք թիմ ենք եւ ընտանիք։ Հիմա պետք է առաջ շարժվել, դեպի հաջորդ հանդիպումը։ Լավագույն ձևով կպատրաստվենք, կտանք բոլոր ուժերը եւ դա կանենք մեր երկրպագուների հետ միասին, հայտարարել է Հենրիխ Մխիթարյանը։ Եվ վերջում օրվա տեսանյութ, ինչպես են չինացի երկու աղջիկներ փոսալցում անում Երևանի Երվանդ Քոչար փողոցում։ Ափսոս անգլերեն չգիտեմ, որ խոսեմ հետները, բայց նայեք մեր չինացի երևի հյուրերը փոսալցման աշխատանքներ են կատարում։ Դաժե ցեմենտ ավազ են խառնել։ Շատ հետաքրքիր է։ Հայերեն գիտեք։ Հələ հարցրեք որտեղացի են։ Չինաստանից են։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։